Երբ եք վերջին անգամ մտորել Հիսուսի չարչարանքի մասին։ Երբ եք վերջին անգամ շնորհակալություն հայտնել Հիսուսին իր չարչարանքի համար։ Երբ եք վերջին անգամ խոստովանել, որ դուք եք արժանի այդ անմարդկային չարչարանքին, որ դուք պետք է լինեիք այդ ամբոխի դիմաց, ովքեր գոռում եւ պահանջում էին չարչարել Հիսուսին, որ այդ հարվածներն ու հայոյանքները դուք պիտի ստանայիք, ձեզ վրա պիտի թքեին, ծաղրեին, ապտակեին, քարեր նետեին, դավաճանեին։ Երբեք վերջին անգամ մտորել, թե ինչ է ձեզ տվել Քրիստոսի չարչարանքը, ինչ օրհնություններ եք առել Հիսուսի չարչարանքից, եւ այդ չարչարանքը ինչ փոփոխություններ է բերել ձեր կյանք։ Եվ վերջապես, երբեք վերջին անգամ մտորել Քրիստոսի չարչարանքի նպատակի մասին, թե ինչ նպատակ էր հետապնդում Քրիստոսի չարչարանքը։ Եվ եթե մտածել եք, ապա ինչ աստվածաշնչյան ճշմարտություններ եք գտել։ Այսօր ցանկանում եմ մտորենք Հիսուսի չարչարանքի մասին։ Միասին հասկանանք այդ չարչարանքի նպատակը եւ արդյունքը։ Այսօր ընթերցելու ենք միայն մեկ համար, եւ այդ համարի աստվածաբանությունն ենք միասին ուսումնասիրելու։ Եվ ընթերցելու ենք առաջի Պետրոս 3-րդ գլուխ 18-րդ համարը։ Ընթերցենք միասին։ Առաջին Պետրոս 3-րդ գլուխ 18-րդ համար։ Որովհետև Քրիստոսը նույնպես մեկ անգամ չարչարվեց մեղքի համար, արդարը անարդարների համար, որպեսի մեզ բերի Աստծուն, որ թեև մարմնով մահվան մատնվեց, բայց կենդանացավ հոգու միջոցով։ Մեր կարդացած համարի գլխավոր միտքը հետևյալն է. Քրիստոսի չարչարանքի նպատակը մեզ հոր հետ հաշտեցնելն է։ Եվ այս համարում Պետրոս առաքյալը ցույց է տալիս Քրիստոսի չարչարանքի 3 յուրահատկություն։ Հետաբար հարց է առաջանում, թե որն է Քրիստոսի չարչարանքի յուրահատկությունը։ Եվ առաջին յուրահատկությունը ցույց տվող նկարագիրը տեսնում ենք համարի առաջին մասում, որովհետև Քրիստոսը նույնպես մեկ անգամ չարչարվեց։ Պետրոս առաքյալն ասում է, որ Քրիստոսը չարչարվել է մեկ անգամ։ Եվ հետաքրքիր է, որ առաքյալը չի ասում, թե ինչպես է չարչարվել, կամ ինչ տեսակի չարչարանք է կրել, այլ նա կենտրոնանում է Քրիստոսի մեկ անգամյա չարչարանքի վրա։ Պետրոս առաքյալն այն աշակերտն էր, ով Հիսուսի չարչարանքի եւ տառապանքի վկան է եղել։ Նա տեսել էր, թե ինչպես է Հիսուս խոնարհաբար, լուռ, առանց տրտունջի չարչարվում, հալածվում, կրում նեղություններ եւ կամաց քայլերն ուղում չարչարանքի գագաթնակետին, դեպի Գողգոթա։ Ինչ եք կարծում, ինչու է առաքյալը շեշտում մեկ անգամ։ Ինչու չի նկարագրում, չի պատմում չարչարանքի բնույթը, այլ շեշտում է մեկ անգամյա չարչարանքի փաստը։ Այս մեկ համարում առաքյալը մեզ աստվածաբանական ուսուցում է տալիս, եւ նա սկսում է այդ ուսուցումը մեկ անգամյա չարչարանքի շեշտադրումով։ Սա ուղիղ հակադրություն է հին կտակարանի բոլոր ծիսակարգերին, որտեղ մշտական արարողություններ էին անում մեղքերի թողության համար։ Մեկ անգամ չարչարվեց արտահայտությունը նոր կտակարանում նշանակում է մեկ ընդմիշտ։ Մեկ անգամ այն իմաստով, որ այն չպետք է կրկնվի։ Եվ Եբրայեցիս թղթի հեղինակը 7-րդ գլուխ 27-րդ համարում այսպես է ասում. Ով կարիք չունի օրական նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու եւ ապա ժողովրդի մեղքերի համար, ինչպես անում էին քահանապետները, քանի որ նա մեկ անգամ ընդմիշտ կատարեց դա, երբ իր անձը պատարակ մատուցեց։ Նկատեցիք, որ այս համարում հեղինակը Հիսուս Քրիստոսին պատկերում է եւ որպես քահանա, եւ որպես մեղքի համար մեկ անգամյա զոհաբերություն։ Այն ցույց է տալիս նրա զոհաբերության կրկնման անհնարինությունը եւ Քրիստոսի իր անձը զոհաբերելու բավարարությունը։ Ահա թե որտեղ է կայանում Քրիստոսի չարչարանքի յուրահատկությունը։ Նա ընդմիշտ կատարեց մեղքերի թողությունը։ Նրա զոհը բավարար էր, անթերի եւ լիարժեք։ Հիսուս ոչ միայն յուրահատուկ է մեկ անգամյա իր չարչարանքի մեջ, այլ նաեւ յուրահատուկ է իր քահանայության մեջ։ Նա իր չարչարանքի շնորհիվ ցույց տվեց, որ նա ավելի լավ քահանա է,
քան Մելքիսեդեկը, Մովսեսը, Ահարոնը եւ երբևէ եղած որևէ քահանա։ Եվ այս համատեքստում հեղինակը Հիսուսի գերազանցությունն է ցույց տալիս, որ նա գերազանցում է Ահարոնին եւ նրա քահանայությանը։ Հիսուսի յուրահատուկ, անգերազանցելի, անանցանելի եւ լավագույն քահանայությունը կապված է նրա բնավորության եւ էության հետ։ Նա առանց մեղքի է։ Եբրայեցիս թղթի հեղինակը 7-րդ գլուխ 26-րդ համարում այսպես է գրում. որովհետև մեզ ճիշտ այսպիսի քահանապետ էր վայել, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված եւ երկնքներից վեր բարձրացած։ Հիսուս Քրիստոսը մեղսալի քահանա չէ, ինչպես հին կտակարանի բոլոր քահանաները, որոնք իրենց մեղքերի համար էին զոհ մատուցում։ Քրիստոս կարիք չուներ մշտական զոհեր մատուցելու, նախ իր, հետո ժողովրդի մեղքերի։ Հակառակ, նա ինքն իրեն պատարագ կատարեց։ Նա մեկ անգամ ընդմիշտ եւ որպես քահանա, եւ որպես անբիծ ու անարատ գառ մտավ սրբության սրբոց եւ սիրո երբևէ խոստովանված լավագույն դրսևորումը պարգևեց ինձ եւ քեզ։ Եվս մեկ անգամ նայենք առաջի Պետրոս 3-րդ գլուխ 18-րդ համարը։ Որովհետև Քրիստոսը նույնպես մեկ անգամ չարչարվեց մեղքի համար, արդարը անարդարների համար, որպեսի մեզ բերի Աստծուն, որ թեև մարմնով մահվան մատնվեց, բայց կենդանացավ հոգու միջոցով։ Այս համարում գրված է նոր կտակարանի ամենակարճ, ամենապարզ, ամենաազդեցիկ, բայց միաժամանակ ամենահամոզիչ բացատրություններից մեկը այն մասին, թե ինչ տեղի ունեցավ խաչի վրա։ Քրիստոսը չարչարվեց, տառապեց մեր անարդարների մեղքերի համար մեկ ընդմիշտ։ Նա չարչարվեց իր մեղքերի եւ հանցանքների համար, այլ չարչարվեց մեր մեղքերի համար, եւ այդ չարչարանքները սահմանված էր աշխարհի հիմնադրումից առաջ, որպեսի հանդարտեցնի արդար Աստծո բարկության ցասումը։ Պետրոս Առաքյալն ասում է մեր մեղքերի համար արտահայտությունը, որը հունարեն գրված է «Պերի համար տիոն», հունարեն թարգմանության մեջ վերաբերում էր այն մեղքերին, որոնց համար պետք էր քավության զոհ մատուցել։ Սակայն ի տարբերություն հին կտակարանի ժամանակների, երբ զոհաբերությունները պետք է կատարվեին ամեն տարի քավության օրը, Քրիստոսը չարչարվեց մեկ անգամ, այսինքն մեկ ընդմիշտ, եւ սա վկայում է նրա զոհաբերության կատարելության եւ յուրահատկության մասին։ Նայեք ինչ է գրում Եբրայեցիս թղթի հեղինակը 9-րդ գլուխ 28-րդ համարում։ Այնպես էլ Քրիստոսը մեկ անգամ պատարագվեց շատերի մեղքերը կրելու համար։ Նրանց համար, ովքեր սպասում են իրեն, նա հայտնվելու է երկրորդ անգամ, ոչ թե մեղքի, այլ փրկության համար։ Այս մեկ անգամ բառը, որը հունարեն հապաքս բառն է եւ մեկ ընդմիշտ իմաստով շեշտվում էր Եբրայեցիս 9-րդ գլուխ 26-րդ համարում, կապված Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերության հետ, ի հակադրություն քահանայապետի ամեն տարի սրբության սրբոցում հայտնվելու, որտեղ 25-րդ համարում այսպես է գրված. ինչպես քահանապետն ամեն տարի սրբությունների սրբություն է մտնում ուրիշների արյունով։ Այս ուրիշների արյունով արտահայտությունը եւս մեկ վառ հակադրություն է նրա, որ Հիսուսի չարչարանքը յուրահատուկ էր։ Եթե քահանապետը հորթերի եւ այծերի արյունով էր մտնում սրբության սրբոց, ապա Քրիստոս, ով Աստծո պատվական գառն էր, մեկ անգամ մտավ իր իսկ սեփական արյունով։ 9-րդ գլուխ 12-րդ համարում այսպես է գրում Եբրայեցիս թղթի հեղինակը. ոչ էլ նոխազների եւ զվարակների արյունով, հապա իր արյամբ մեկ անգամ ընդմիշտ մտավ սրբարանը, մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով։ Քրիստոսի գործը տարբերվում էր հրյա քահանապետի գործից։ Աթէ որտեղ է Քրիստոսի չարչարանքի յուրահատկությունը։ Նա մտավ մեկ անգամ ընդմիշտ, նա մտավ իր արյամբ, նա մտավ որպես քահանա, նա մտավ որպես գառ եւ ապահովեց մի արդյունք, որ երբևէ որևէ քահանա չէր ապահովել՝ հավիտենական փրկություն։ Հապաքսը, այս մեկ ընդմիշտ բառը, այս իմաստով նշանակում է, որ սա առաջին եւ վերջին անգամն էր, որ Քրիստոսի զոհաբերությունը կատարվեց եւ այն արվեց մեղքի մեկ ընդմիշտ վերացման համար,
Եբրայեցիս թղթի հեղինակը 27-րդ համարում 9-րդ գլուխ Քրիստոսի մահը համեմատում է մարդու մահվան հետ, որը տեղի է ունենում միայն մեկ անգամ, իսկ 28-րդ համարում, անմիջապես հաջորդ համարում, շեշտվում է այն փաստը, որ Քրիստոսը չի կարող երկու անգամ մեռնել, քանի որ ոչ միայն Քրիստոսը զոհաբերեց իրեն մեկ ընդմիշտ, այլև նրա մեղքի համար զոհաբերությունը երբեք չպետք է կրկնվի։ Բոլոր հին կտակարանյան ծիսական արարողակարգերը նախատիպն էին գալիք Մեսիայի, ով պիտի գար եւ չարչարվեր մեր մեղքերի համար, ով պիտի ցույց տար, որ բոլոր հին կտակարանյան արարողակարգերը թույլ եւ տկար էին եւ ոչ էլ կարող էին մարդուն հաշտեցնել հոր հետ, ոչ էլ կարող էին հորը հաճեցնել, ոչ էլ կարող էին հոր բոլոր պահանջները բավարարել եւ մարդուն հագցնել արդարության վերարկուն։ Այսպիսով Քրիստոսի մեկ անգամյա չարչարանքը բավարարեր մեղքերի համար եւ անարդարների համար, որ նրանց բերեր հոր հետ հաշտության եւ հավիտենական բարեկամության։ Ահա Հիսուսի չարչարանքի յուրահատկությունը։ Նա չարչարվեց մեկ անգամ եւ ընդմիշտ, որին փառք եւ պատիվ, ով երկինք գնաց եւ Աստծո աջ կողմում նստած անդադար բարեխոսում է իր զավակների համար։ Կարևոր սահմանում։ Առաջին Ադամը պատճառն էր Աստծո հետ բաժանման, բայց երկրորդ Ադամը միջոցը Աստծո հետ միացման։ Ահա թե որն է Քրիստոսի չարչարանքի յուրահատկությունը, ցույց տվող առաջին նկարագիրը։ Նա չարչարվեց մեկ անգամ։ Յուրահատկությունը ցույց տվող երկրորդ նկարագիրը տեսնում ենք համարի երկրորդ մասում։ Պետրոս առաքյալը ասում է չարչարվեց մեղքի համար։ Պետրոս առաքյալն ասում է, որ Քրիստոսը չարչարվել է մեղքի համար։ Բնագրում մեղքը գրված է հոգնակի թվով, մեղքերի։ Եթե համարին ուշադիր նայենք, կտեսնենք, որ չի ասում չարչարվեց իր մեղքերի, իր անօրենության, իր անարդարության համար, այլ մեղքերի։ Այստեղից հարց է առաջանում, թե ում մեղքերի համար չարչարվեց Քրիստոս։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Աստվածաշնչի գրեթե բոլոր նամակներում, բայց անմիջապես համատեքստում առաջի Պետրոս առաջի գլուխ 21-ից 24-րդ համարներում այսպես է գրում առաքյալը։ Ընթերցենք միասին։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանաք։ Նա մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչապայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Ահա թե որն է Քրիստոսի չարչարանքի յուրահատկությունը։ Նա չարչարվեց մեր մեղքերի համար։ Այդ մենք էինք մեղավոր, այդ մենք էինք թշնամի Աստծո հետ, այդ մենք էինք մեռած մեր գարշելի մեղքերի մեջ, բայց Քրիստոսի մեկ անգամյա չարչարանքը վերացրեց այդ թշնամության պատը եւ Քրիստոս մեզ հագցրեց իր արդարության վերարկուն։ Քրիստոս երբեք չհրաժարվեց չարչարվելուց։ Քրիստոս երբեք չհրաժարվեց ծանր խաչից, որովհետեւ այդ հրաժարումը կնշանակեր հրաժարվել ինձանից եւ քեզանից։ Սակայն նա իր սկսած գործը ավարտին հասցրեց եւ շնորհեց հավիտենական ներում եւ փրկություն։ Պետրոս առաքյալն ասում է, որ չարչարվեց մեղքերի համար։ Չարչարվեց բառը հունարեն էպաթեն բայն է, որը նշանակում է տառապել, տանջվել, կրել զրկանքներ եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Այն գրված է ակտիվ եղանակով եւ որպես անցյալում կատարված գործողություն, որը ցույց է տալիս անցյալում սկսած եւ արդեն ավարտված գործողություն։ Եվ այս գործը կատարել է Հիսուս։ Սա իր ակտիվ դերակատարությամբ է եղել եւ նա էլ հասցրել է նպատակային ավարտին։ Պետրոս առաքյալն ասում է չարչարվեց մեկ անգամ, չարչարվեց մեղքերի համար։ Մեղք բառը հունարեն համարտյա բառն է, որը նշանակում է վրիպել նշանակետից, բաց թողնել։ Եվ այն ոչ միայն նշանակում է վրիպել, այլ նաև շեշտում է մեղք գործողի մեղքը։ Եվ սրա տակ կարող են հասկացվել մարդու մեղսավոր արարքները, մեղսավոր էությունը
եւ մեղքի անձնավորված իշխանությունը, որին Պողոս առաքյալը անդրադառնում է 5-րդ գլուխ Հռոմեացիս 12-րդ համարում, ասելով, որ բացառապես բոլորը մեղանչեցին։ Իսկ ինչ եք կարծում, որ կամ ինչ նշանակետից վրիպեց մարդը, որն էր այն բաց թողումը, որ մարդ արեց եւ դարձավ մեղավոր։ Մեղքի էությունը բացահայտվում է մեղսագործության պատմության մեջ, մեզ քաջ հայտնի Ադամ եւ Եվա արկածային ընտանիքում։ Աստված մարդուն տվել էր բարձր դիրք եւ իշխանություն ողջ արարչագործության մեջ։ Եվ միշտ մեղ գործերը նրանք անմեղության կարգավիճակում էին, եւ դա նրանց որպես երեխաների կապում էր եւ միջոց էր հանդիսանում հոր եւ արարչի հետ ջերմ եւ սերտ փոխհարաբերության։ Սակայն մարդ ինքնական ձեռք բերեց գիտելիքներ բարու եւ չարի մասին։ Մեղսագործության մեջ մարդկային եսը սկսեց ապստամբել սեփական ազատության սահմանափակումների դեմ։ Սա նշանակում է, որ մարդ զգալով, որ իր ազատությունը սահմանափակված է, չի ընդունում այդ սահմանափակումը։ Նրա եսը ըմբոստանում է, ասելով. ես ուզում եմ լինել իմ սեփական օրենքը, ես ուզում եմ վճռել, թե ինչն է ճիշտ, ոչ թե Աստված։ Այս միտքը ցույց է տալիս մեղքի խորքային էությունը։ Սա է մեղքի էությունը։ Մարդը շրջվում է Աստծուց, ոտնահարելով թե աստվածավախությունը, թե Աստծո հանդեպ վստահությունը եւ թե Աստծո հանդեպ հավատարմությունը։ Եվ ինչ է լինում այս ամենի վերջում։ Մարդը գահին է բարձրացնում իր սեփական եսը, իրեն թագադրում եւ գալիս այն համոզման, որ ինքն այլևս անկախ է եւ կարիք չունի շարունակելու իր համագործակցությունը Աստծո հետ։ Եվ դրա արդյունքում մարդը կորցնում է դրախտը եւ Աստծո հետ հաղորդակցությունը։ Եվ յուրաքանչյուր հաջորդ մեղ սկիզբ է առնում այս եսի գահին նստելուց հետո, եւ միաժամանակ մարդը մերկացվում է որպես մեղավոր եւ դառնում է մեկը, ով ծարավ է մեղքի, քանի որ ապստամբում է Աստծո դեմ։ Եվ քանի որ նա ցանկանում է, տենչում է, սիրում է մեղքը, ուրեմն նա մեղավոր է։ Մարդ մեղսավոր վիճակում, որի պատճառը հեղինակը դառնում է հենց ինքը, ապրում է որպես բանտարկյալ, ով անկարող է հաղթահարել մեղքը եւ ստիպված է ենթարկվել դրան, ինչպես Հիսուս Հովհաննես 8-րդ գլուխ 34-րդ համարում ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Այսպիսով մարդ անմեղության կարգավիճակից տեղափոխվում է մեղավոր կարգավիճակ։ Սա նման է ցանկացած նոր հագուստի, որի վրա առկա է պիտակ, եւ պիտակի վրա գրված է արտադրության անունը եւ բաղադրությունը։ Եվ նույնպես էլ մարդը պիտակավորվեց մեղավոր կոչումով եւ Աստծո փառքից, Աստծո հետ լիարժեք շփումից ընկավ եւ պակասեց։ Նա կամեցավ եւ դարձավ անկախ մեկը, ով կարիք չուներ շարունակել իր համագործակցությունը Աստծո հետ եւ անկախանալով բաժանվեց Աստծուց եւ նրա անմիջական ներկայությունից։ Այսպիսով մարդը ապրեց կյանքի իրական նպատակի եւ իմաստի կորուստ, որը Աստված էր։ Նա այստեղ շեղվեց կյանքի աղբյուրից եւ ձեռքը գցեց մեղքին ու սկսեց արտադրել մեղք։ Մարդու սիրտը դարձավ մեղքի մեծ արտադրամաս, որը 24 ժամ արտադրում է տարատեսակ եւ բազմերանգ մեղքեր։ Կարևոր սահմանում։ Մեղքը պարզապես արարք չէ, այլ մի ներքին շարժում, երբ մարդը փորձում է ինքնիշխան դառնալ, ապստամբելով իր արարչի սահմանած կարգերի դեմ։ Եվ ըստ Աստծո սահմանած կարգի մեղքի վարձքը մահն էր, որին արժանի էր մարդ, բայց Աստծո ողորմությունն այնքան մեծ էր, որ մինչ Եդեմական պարտեզից կվռնդեր, Ծննդոց 3-րդ գլուխ 15-րդ համարում տալիս է խոստում, որ Քրիստոս իր չարչարանքի միջոցով կհանդիսանա այն միակ միջոցը, որով մարդ կկարողանա հաշտվել եւ վերականգնել իր արարչի հետ սկզբնական հարաբերությունները։ Այո, սատանան կարողացավ միայն ճզմել Հիսուսի գարշապարը, այսինքն չարչարանքի միջոցով կարողացավ տանել մինչև Գողգոթա, բայց ավելին չկարողացավ եւ չէր էլ կարող։ Հետաբար կարևոր սահմանում մարդու կյանքի իրական նպատակի եւ իմաստի կորուստը, որը Աստված է,
վերականգնել է Հիսուսը։ Որտեղ որ մարդն էլ վրիպել նշանակետից Հիսուս հաջողեց այդ տեղում, որտեղ որ մարդն էլ բաց թողում արել, Հիսուս լրացրեց այդ բացը։ Հիսուս մեղքի խցում բանտարկված մեղավորին ազատություն տվեց։ Ահա թե որն է Քրիստոսի յուրահատկությունը, ցույց տվող երկրորդ նկարագիրը։ Նա չարչարվեց իմ եւ քո մեղքերի համար։ Նա կտրեց, պոկեց այն պիտակը, որը փակցված էր մեզ վրա։ Եվ զարմանալին այն է, որ նա մեզ առանց կոչման չթողեց, ամրացրեց իր սեփական արդարությունը։ Եվ վերջին, երրորդ Քրիստոսի չարչանքի յուրահատկությունը ցույց տվող նկարագիրը տեսնում ենք համարի առաջին մասի վերջում, որտեղ առաքյալը ասում է Քրիստոսը, ով բնութագրում է որպես արդար, չարչարվեց անարդարների համար։ Պետրոս առաքյալը Հիսուսին դիմում է որպես արդար։ Ինչու՞։ Որովհետև միայն Հիսուս ապրեց արդար եւ ազնիվ կյանք, եւ դա արեց եւ գործով, եւ խոսքով։ Նա Հիսուսի արդար կյանքի ականատեսն էր։ Նա տեսել էր Հիսուսի արդարությունը անարդարության մեջ։ Եվ ինչ Պետրոս առաքյալը կամփոփի Հիսուսի չարչարանքի յուրահատկության գաղափարը, որի վրա առաքյալը հենց ցանկանում էր կենտրոնացնել մեր ուշադրությունը, նա ի հակադրություն մեղավորների, անարդարների Հիսուսին կոչում է արդար, դիկայոս, որը նշանակում է օրենքները հարգող, օրենքներով ապրող եւ օրենքները չխախտող։ Այս պնդումը եւս մեկ անգամ ապացուցում է Հիսուսի անմեղությունը։ Հիսուս այն մեկն է, ով երբեք չի մեղանչել եւ չի ունեցել եւ չունի մեղավոր բնություն։ Այո, նա մեղավոր չէր, բայց նա մեղավորների տեղը գրավեց։ Նա կանգնեց բոլոր մեղավորների դիմաց եւ որպես լավագույն փաստաբան նա արդարացրեց բոլոր իրեն հավատացողներին։ Եվ եթե որևէ երկրային փաստաբան ունի պարտվելու, չարդարացնելու հնարավորություն այն հանցավորին, որին փորձում է պաշտպանել եւ արդարացնել, ապա Հիսուս այն միակն է, ով չունի, չի ունեցել եւ չի էլ ունենա պարտություն։ Նա դատարանում բացառապես հաղթող է։ Նա է միակ եւ անզուգական փաստաբանը։ Նա մեկ անգամյա չարչարանքով արդարացրեց շատերին։ Հետևաբար ունենա լավագույն փաստաբանը, ով չարչարված է, բայց արդար, նշանակում է ունենալ մի փրկիչ, ով ինքը կրեց մեղքի դատավճիռը, ինքը վճարեց մեղքի գինը իր արյամբ, ինքը խափանեց սատանայի մեղադրանքը, ինքը վերականգնեց մեր հարաբերությունը հոր հետ, ինքը հավիտենապես միջնորդում է մեզ համար հոր աջում։ Կարևոր սահմանում Հիսուս միակ փաստաբանն է, ով արդար է ինքն իր մեջ, ով իր արդարությունն ընծայեց մեզ մեղավորներից։ Նա պարտություն չունի, որովհետև նրա հաղթանակը խաչի վրա արդեն ձեռք է բերված։ Երբ նա ասում է կատարվեց, նշանակում է նա դատը հաղթել է։ Պետրոս առաքյալն ասում է արդարը անարդարների համար։ Եվ առաջի Պետրոս 2-րդ գլուխ 24-րդ համարում նա այսպես է գրում. նա մեր մեղքերը իր մարմնով կրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք մեղքերի մեջ մեռած լինելով ազատվենք մեղքերից եւ ապրենք արդարության համար, ում վերքերով դուք բժշկվեցիք։ Եվ 2-րդ Կորինթացիս 5-րդ գլուխ 21-րդ համարում Պողոս առաքյալը այսպես է գրում. որովհետև նրան, ով չգիտեր մեղքը, նա մեզ համար մեղք դարձրեց, որ մենք նրանում Աստծո արդարությունը դառնանք։ Ահա Հիսուսի չարչարանքի յուրահատկությունը, մեկը, ով արդար էր իր ողջ կյանքի ընթացքում, չարչարվեց անարդարների համար, մահացավ մեղավորների համար։ Այս անելով Հիսուս բավարարեց Հայր Աստծո արդարության բոլոր պահանջները, ով համաձայն օրենքի պահանջում էր պատժել մեղավորներին մեղքի համար։ Այս անելով Հիսուս բացեց երկիր-երկինք փակ դուռը։ Եվ Պողոս առաքյալն այսպես է գրում Հռոմեացիս 5-րդ գլուխ 7-րդ համարում. քանի որ հազիվ թե արդարի համար որևէ մեկը մեռնի, թերևս լինի մեկը, որ բարի մարդու համար համարձակվի մեռնել։
Այս համարում Պողոս Առաքյալը նկարագրում է մարդկային սահմանափակ սիրո բնույթը, ասելով, որ նույնիսկ արդար մարդու համար հազվադեպ կգտնվի մեկը, ով կհամարձակվի մահանալ։ Այո, միգուցե գտնվի մեկը, միգուցե, ով բարի մարդու համար մահանա, բայց սա ցույց է տալիս մարդկային սիրո սահմանը։ Բայց հենց այս սահմաններից այն կողմ է փայլում եւ շողշողում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը։ Նայեք, թե հաջորդ համարում, 8-րդ համարում, 5-րդ գլուխ, Պողոս Առաքյալն ինչ է ասում։ Աստված ցույց է տալիս իր սերը մեր հանդեպ նրանով, որ երբ դեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեր փոխարեն մեռավ։ Քրիստոս չչարչարվեց, չմեռավ արդարների, բարիների կամ արժանավորների համար։ Նա մահացավ մեզ նման մեղավորների համար։ Սա Աստծո սիրո չափսերից դուրս գտնվող սեր է։ Սա այն սերը, որ հաշտեցրեց մեզ Աստծո հետ։ Այս սիրո նպատակը Առաքյալը գրում է այսպես, որպեսզի մեզ բերի Աստծուն։ Աստծուն մոտ բերելը խոսում է այն ճշմարտության մասին, որ մենք հեռու էինք Աստծուց, եւ մարդ կարիք ուներ մոտենալու Աստծուն։ Դրա համար Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ այն փաստը, որ Աստծո որդին սիրեց մեղավորներին եւ զոհաբերվեց նրանց համար, կրելով այնպիսի դառը վշտեր, ամենահզոր կոչն է, որ կարող է արվել մարդկությանը Աստծուն վերադառնալու համար։ Չկա ավելի հզոր կոչ, որ կարող է արվել մեզ եւ բոլորին, քան այն, որ մեկ ուրիշը, ով արդար է, չարչարվել է մեզ համար։ Եվ ոչ միայն չարչարվել է, այլ նաև մարմնով մահվան մատնվել։ Նայեք համարի վերջին հատվածին։ Պետրոս Առաքյալն ասում է մարմնով մահվան մատնվեց։ Հիսուս հստակ գիտեր, թե ուր էր գնում եւ ինչի համար էր գնում։ Հիսուսի չարչարանքը եւ մահը պատահականություն չէր եւ ոչ էլ էմոցիոնալ գործողություն։ Նա եկել էր, որ հոր ամբողջական կամքը կատարեր։ Եվ Պետրոս Առաքյալը խոսելով Քրիստոսի չարչարանքների, տառապանքների, քարչարար գործի մասին, նա համարի վերջում տալիս է վարդապետական ուսուցում եւ այդպիսով ամփոփում Քրիստոսի չարչարանքների յուրահատկությունը։ Պետրոս Առաքյալն ասում է, որ Քրիստոս մարմնով մահվան մատնվեց։ Սա խոսում է այն ճշմարտության մասին, որ Հիսուս լիարժեք մարդ էր եւ մահվան մատնվեց մարմնով։ Քանի որ մարդով էր մեղքը մտել աշխարհ, հետեւաբար մարդով էլ պիտի մեղքը վերցվեր։ Ահա ինչու էր անհրաժեշտ Հիսուսի մարդեղությունը։ Սակայն Առաքյալը համարի վերջում Հիսուսին ցույց է տալիս մեռելներից հարություն առած եւ մեր սրտերն ու մտքերը լցնում հարության հույսով եւ Տերը կամենա այս կիրակի օրը միասնաբար կտոնենք եւ կուրախանանք հարության Քրիստոսով, ով մեղքի ողջ գործը կործանեց։ Եվ նայեք առաջի Հովանու 3-րդ գլուխ 8-րդ համարում ինչ է գրում Հովանես Առաքյալը։ Առաջի Հովանու 3-րդ գլուխ 8-րդ համար։ Նա ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան ի սկզբանե մեղանչեց։ Խնդրում եմ ուշադիր։ Սրա համար Աստծո որդին հայտնվեց, որ կործանի սատանայի գործերը, որին փառք, պատիվ եւ հավիտյան գոհություն։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։